վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, իմ հյուրն այսօր արվեստագետ Արչի Հարություն Կալենցն է, որը Գերմանիայից է ժամանել Երևան եւ մենք առիթը բաց չենք թողնում իր հետ հարցազրույցի, ողջույն Արչի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շատ շնորհակալ, որ կարող եմ այսօր ստեղ գտնվել։ Արչի գալու առիթից սկսենք, այստեղ Երևան գալու առիթից, գիտեմ, որ մասնակցել եք այս օրերին հայ արվեստի եւ մշակույթի համաժողովին, եթե չեմ սխալվում, այդ մասին սկսենք մեր զրույցը։ Այո, ամսի 20-ին եւ 21-ին երկու օր շատ խիտ ծրագիր էր պատրաստված, աստորեն Սփյուռքի հանձնաժողովի տնօրենի կողմից, որը նախկին նախարարություն էր, հիմա իրանք ուրիշ ձևի են կառավարության մեջ ներգրաված, ասենք կոմիսարիատ է կոչում թարգմանության մեջ, եւ ես գրանցվեցի այնտեղ ոնց որ լրագրող ճիշտ ասած, որովհետեւ այս պահին Գերմանիայում Կեմնից քաղաքում, որը այս տարի ուրեմն Եվրոպայի մշակույթի մայրաքաղաքն է կոչված, տեղի ունենում հայ արվեստագետների ցուցահանդես, որը գրեթե երևի առաջի անգամ է նման երևույթ, որ արվեստագետները իրենց ուժերով եւ կամքով հավաքվեցին եւ ոտի դրեցին մեծ մի հատ պրոյեկտ, որը փաստորեն հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր տեղի պիտի ունենա, դեռ չի ավարտվել, եւ մեզ հետաքրքրում էր նաեւ տեսնել ոնց է նման հարցերի շուրջ անդրադառնում մեր իշխանությունը եւ մեր մտավորակությունը, որովհետեւ հիմնական նպատակը դա ֆորումի այդ փափուկ ուժի ձևավորումն էր, մշակույթը ոնց որ փափուկ ուժ։ Եվ ես գրանցվեցի ոնց որ լրագրող, որովհետեւ ես փաստորեն արդեն, չգիտեմ, 15 տարի է այդպես կարևոր մշակութային երևույթների մասին ստիպում եմ ինձ հոդվածներ գրել, որ իրանք չմնան ասենք թե մամուլի մեջ էլ անդրադառնան, գերմանալեզու մամուլի մեջ, եւ ինձ գրանցվելուց հետո հարցեցին ցանկանամ ես նաեւ մասնակցեմ եւ զեկույց ունենամ պանելային մի դիսկուսիայի մեջ, այնց որ ես նաեւ ոչ միայն լրագրող եղա եւ հակին էջեր իսկ թեմայի մասին կարող ենք խոսել, ինչ թեմա է։ Թեման, որտեղ ես մասնակցեցի, դա վիզուալ արվեստն էր, այդտենց էր, այնտեղ ասենք թե կային բաժիններ, կինո, երաժշտություն, գրականություն էր կարևոր շատ եւ վիզուալ արվեստը։ Ես հրավիրված էի վիզուալ արվեստի փաստորեն դիսկուսիայի սեմինարի պես բաներ կազմակերպված եւ թեժ վեճեր տեղի ունեցան նաեւ կային Հայաստանի արվեստագետ մասնակցում էր այդ զրույցին, մասնակցում էր նաև մեր ակադեմիայի դասավանդողներից արվեստաբան, ամբողջը վարում էր ուրեմն Թամարա Հովսեփյան, որը համադրող է Նյու Յորքից, բայց նաև Հայաստանում է բնակվում եւ Հովսեփյան եւ Ադամյան Praxis, Curatorial Praxis այդ գալերեայի տնօրենն է։ Իսկ օրինակ ինչ խնդիրներ կային այնտեղ, որ դուք շոշափեցիք, որը ձեզ հատկապես հետաքրքրում էր։ Ես ճիշտ ասած պատրաստել էի մի հատ զեկույց նյութերով, որի մասին պետք է խոսալ, որտեղ Եվ ինչի մասին էր այդ զեկույցը։ Դե չեղավ, որտեղ պատրաստ չէր, հնարավոր չէր, ասենք թե եւ ամբողջը պետք է 2 ժամվա մեջ 5 հոգի ներկայանային կարճ եւ հետո զրույցը ընդլայնացավ եւ հիմնականում մեր վեճը նրա մասին եղավ, որ կար նպատակ հանդիպման եւ ես համարում եի, որ դա չպիտի լինի անհատին ներկայացնելու կամ իր հաջողությունների մասին խոսքը, այլ կար նպատակ, ինչու է այս ամբողջ ֆորումը կազմակերպվել, հակին ջանքեր են փաստորեն ներդրվել եւ իսկապես առաջի անգամ էր նման մակարդակի ուրիշ մարդկանց նաև Հայաստանում բնակվող մշակութային գործիչների կարծիքով առաջի անգամ էր նման ձևի լուրջ կազմակերպություն արված, որտեղ այդքան շատ մարդիկ էին եկել եւ պետք էր անպայման ինչ որ մի լուրջ թեմաների մասին խոսալ։ Եվ անշուշտ նաև մենք զրուցեցինք պուբլիկայի հետ, որտեղ շատ խնդիրներ եղան, ստեղծագործները, որոնք դժգոհ են համադրողների քիչ ուշադրության կամ ասենք թե ստրուկտուրաների
պակասի մասին դա հիմնական Իսկ թեման էր։ օրինակ ձեզ որպես արտերկրում ապրող արվեստագետ ինչ թեմա էր եւ ինչ խնդիր էր հատկապես անհանգստացնում, որը դուք կուզեիք Երևանում քննարկել, որպեսզի այդ կապը դրսի ու ներսի հետ այսպես ավելի լիարժեք լինի։ Ես կասեմ ոչ միայն իմ ցանկության մասին, կասեմ այն ինչ որ այդ ֆորումին ժամանակ པարզ հնչեց եւ երկար քննարկվեց։ Դա այն պահանջն է, որ մենք ունենք երկարատև ստրատեգիայի կարիք։ Դա պետք է ազգային պետական ծրագիր լինի։ Օրինակ Վարուժան Ոսկանյանը, որը կարծեմ ինքը նաև համայնքի հետ կապ ունի, բայց գրող է Ռումինիայից, դա մեծ պանելների մասնակիցներից մեկն է, ձևավորեց ոնց որ մենք ունենք ազգային ինստիտուտների ցանցի կարիք, ոնց որն է Կոնֆուցիոս ինստիտուտն է չինացիների կողմից, Գյոթե ինստիտուտն է գերմանացիների կողմից, Cervantes ինստիտուտն է Իսպանիայի կողմից եւ նման պահանջ ես նաև լսել եմ Գերմանիայում, որը հնչեցրել է Արմենոյ Դրոստապգարյանը, օրինակ հանդիպման ժամանակ դեսպանի հետ, որ իսկապես նման ստրուկտուրա պետք է, որտեղ մենք ծրված ենք աշխարհով եւ մենք պետք է նման կառույցներ ինչ որ մի համախմբող բան լինի, հա, կառույց։ Համախմբող շատ բան մենք ունենք, բայց պետք է լինի ծրագիր, որը աշխատում է միասին, որ դու կարող ես իմանալ որտեղ ինչ միջոցներ կան, որ մի ծրագիրը, որ ասենք թե տեղի է ունենում, մյուսները իմանան դրա մասին։ Գիտեք, մենք 10 տարի Բերլինում կազմակերպում ենք հայ-գերմանական մշակութային օրեր։ Նման ոչ նման լայն, բայց նման բաներ տեղի ունենում նաև Շտուտգարտում։ Եվ ես դրանց մասին իմանում եմ, որ իրանք լինում ավարտվում են Facebook-ի հաշվետվությունից օրինակ։ Կամ մենք փորձում ենք ներգրավել ամեն տեղից արվեստագետներին, գրողներին, բայց երբ որ տեղի ունենում օրինակ Գյումրի եւ Հալեանդեզալե քաղաքների միջև քույր քաղաքներ են իրանք հռչակված, ցուցահանդես Հայաստանում բնակվող արվեստագետի, ես դրա մասին իմանում եմ, երբ որ ցուցահանդեսը ավարտվում է եւ հարցադրվում ինչ անել այդ նկարների հետ։ Օրինակ նման բան համայնքները չեն կարող կազմակերպել։ Դրա համար պետք է լինի ավելի ընդհանուր ստրուկտուրա երկրի մեջ, նաև օրինակ Եվրոպայի մեջ, կամ ինչու ոչ մենք չիմանանք ինչ է տեղի ունենում Լատինական Ամերիկայում, կամ ինչ է տեղի ունենում Հյուսիսային Ամերիկայում, երկու թանգարան կա, AGB-ն բան, ասենք թե այսօր կապը կա, բայց այդ կազմակերպությունը, որ օրինակ ծրագրերը տա, կամ հնարավոր է լինի հրավիրել իրար մեջ, կամ նման բաների շուրջ զրույցը։ Եվ անշուշտ նոր տեխնոլոգիաների բաների մասն էլ խոսք եղավ, առանց դրան չի կարա լինի։ Շատ լավ, դուք խոսքի մեջ հատկապես շեշտեցիք մշակութային այդ փափուկ ուժի գաղափարը, արդյոք այն նաև ինչ որ իմաստով քաղաքական է, այսինքն դուք հիմնական խոսում եք մշակութային քաղաքականության մասին։ Այո, իհարկե, բայց հենց հարցը այն է, որ պետքա քաղաքություն լինի։ Եվ ի պատասխան օրինակ ի պատասխան պարոն Ոսկանյանի պահանջին, որը իսկապես պիտի քննարկվի, անպայման չի դա կառավարությունը կազմակերպի դեսպանատների հետ զուգահեռ նաև մշակութային տներ։ Նախ մենք ամեն դեսպանատանում ունենք մշակութային ատաշե, որը գրեթե երբեք չի զբաղվում որևէ մշակութային գործով։ Եվ ոչ միայն Գերմանիայում, նույն էլ Իտալիայում, ուրիշ մարդկանց էլ կարող են ուրիշ մասնակիցներն են դրանից բողոքել, բայց կարելի է մտածել ոնց կազմակերպել հենց համայնքային ուժը համագործակցելու մեջ։ Եվ դա հնարավոր է։ Բայց օրինակ Հայաստանի իշխանությունը ասեց, որ մենք չունենք նպատակ որևէ մի կառույցներ ստեղծելու։ Օրինակ բանը ստուդիայի մասն էլ խոսք եղավ, որ մեծ կարիք կա կինո ստեղծագործների համար, պրոդյուսերների համար, որ նորից ստուդիա լինի, ոնց որ Armen Film էր ժամանակին։ Բայց հարցը գրեց, որ ոչ, մենք ուզում ենք ստեղծենք տենց պայման, որ ծաղկեն ինքն իրեն նման ծրագրեր։ Դա լավ է հնչում, բայց օրինակ շատ པարզ բան ոնց որ օրենք, որը արվեստը թույլ է տալի երկրից ներս ու դուրս հանել ժամանակավոր ցուցադրելու համար, ոչ թե վաճառքի համար։ Չկան այդպիսի օրենք։ 17 թվականին Հայաստանը ստորագրել է նման օրենքը, բայց ես որ դիմում եմ մեր ուրեմն բարձր կոմիսարին, պարոն Զինանյանին, ասում հա, բայց մենք շատ օրենքներ ունենք, որոնք ընդունված են, բայց չեն գործում։ Կամ ես նորից հիմա Հայաստանում իրեն հետ խոսեցի այդ օրենքի մասին,
եւ պատասխանացա որ ձև չի որ ճանապարհներ չլեն օրինակ Լուվրի ցուցահանդեսները չէ եկել Հայաստան եւ հետա գնալ ուրեմն կան ճանապարհներ պետքա Եվ հետաքրքրվեք նաև բրիտանական թանգարան։ օրինակ հա բայց մի բան եթե դες պետքա գնամ նախարարություն այնտեղ կուրատոր գտնեմ խնդրեմ գան հետս դեսպան բան մաքսազերծման տեղ մյուս բան եթե ես գիտեմ օրենքը ոնց է գործում թղթերը պատրաստում եմ կարամ հաշվեմ քանի ժամ է դա տևելու քանի ինչքան դրամ է դա տևելու եւ գիտեմ ես այս հավաքածուն բերեմ եմ Հայաստանը ոչ մեկին չի հարցնում գնահատի խնդրում եմ հələ մի հատ տեսնեք ինչ ենք անում բա ունես իրավունք դուրս հանելու հասկանում եք այդ է տարբերությունը ես օրինակ կուզենայի մեծ ծավալով պրոյեկտներ բերել Հայաստան ներկայացնել թե հայ արվեստագետների թե գերմանացի թե եվրոպացի բայց ես սարսափում եմ նման բյուրոկրատիկ գործողության նկատմամբ կամ օրենք կա կամ պետքա գտնել ինչ որ մի աջակից իշխանության կողմից որը հետաքրիր է դա գտնում եւ հասկանում եք տարբերությունը ոնց է դա չի ցույց տալի որ կան ջանքեր իսկապես օրենքը տենց ավելի հարմարավետ դարձնելու համար չէ այո շատ լավ եկեք խոսենք առհասարակ Եվրոպայում ձեր մշակութային գործունեության մասին գիտեմ որ հիմա ձեզ հետ բերել եք պատկերագիրք որտեղ որ ինչ որ նախաձեռնություններ նախագծեր եւ այլն անում եք ամեն դեպքում այնտեղ վերջինի մասին եկեք խոսենք այո սա փաստորեն գերմանա-հայկական մշակութային օրերի 10 տարվա հետահայացնա սա մի ծրագիր է որը IIF-ն է կազմակերպել հայ եվրոպական էքսպերտների միությունը աջակցում է այս գործին նաև քաղաքապետարանը Բերլինը մի քանի ունի տենց թաղապետարաններ որոնք մշակույթով են զբաղվում եւ Կալցհորստի ուրեմն Բերլինի Կալցհորստ մասում կա մշակութային տուն, որտեղ արդեն 10 տարի է տեղի են անում մշակութային օրեր, դա միշտ ցուցադրություն է, դա միշտ կոնցերտ է եւ մանկական թատրոն, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, ասենք թե մեր զավակներին, ասենք թե մեր գրականությանը թե պատմությանը կան այնտեղ հայկական թատրոններ, հա, թատերախմբեր թատրոնը կա օրինակ, տեսեք, եւ կան դերասաններ, որոնք նաեւ երաժշտություն են թատերախմբեր կան։ Թատերախումբ չեմ ճանաչում, չէ, գործող։ Եվ նաեւ զեկուցներ են տեղ ունենում, եւ այս պատկերագիրքը այստեղ հավաքված է ամեն տարվա գործունեությունը, բոլոր տեքստերը, զեկուցները։ Այդպես հաշվետվություն է։ Հաշվետվության նման մի բան է։ Հավաքական բան է, որտեղ կան օրինակ կարևոր զեկուցներ, որոնք վեբ կայքում կան, բայց չպիտի կորեն եւ նաեւ դա սա վերաբերմունք է օրինակ Ալինա Մարտիրոսյան Պետսոլդ, որը ասենք թե հոգեշնչեց ամբողջ ծրագիրը եւ արդեն մեր հետ չի պետք է իրան ամեն դեպքում անդրադառնալ կամ ցուցահանդեսները կամ ֆլայերներն են ներկայացված շատ լավ պատկերագիր կա եւ սա ես դες ասեմ 2 շաբաթվա մեջ եմ կազմել եւ խնդիրներից մեկը դա նաեւ այն է որ լուսանկարների շատը ինտերնետի մեջ են մենակ պահպանվել եւ իրանց տպելու համար պետք է էլի արհեստական բանականության դիմել որ կարողանան գրքի մակարդակով տպել տենց որ սա նաեւ բարձր տեխնոլոգիաների համագործակցության արդյունք է եւ այդտեղ կան անշուշտ նաեւ ցուցահանդես 20 թվականի օրինակ որը կոവിഡ്ի ժամանակ տեղի ունեցավ երբ որ մարդ չտեսավ ուղղակի որտեղ ցուցահանդեսը պիտի տեղի ունենար պայմանագիրը կար բայց ասենք թե այցելողներին չէր թույլատրվում այդտեղ լինել եւ սա պատերազմից հետո մեծ պրոյեկտ էր որը հենց ինքնության սյուների մասին էր խոսում։ Ձեր գործերի ցուցադրություններ դա։ Այստեղ կար իմ հավաքածոյից գործեր, ամբողջ ես ոնց որ հեղինակ համադրող հեղինակ է, ասենք թե իմ գործերից էլ կային, բայց ոնց որ ավտոնոմ ստեղծված գործեր 2003 թվականի կամ ավելի վաղ շրջանի իսկ հեղինակները այլ հեղինակները նույնպես հայ արվեստագետներ տարբեր կան օրինակ ստեղ 15 թվականին առաջի անգամ որ ցուցանդես արեցինք մենք ուզեցինք գիտակից ոչ թե հետահայաց կանենք այլ դեպի ապակա եւ արեցինք հայ աբստրակցիոնիզմի ցուցահանդես մեծ որտեղ առաջի անգամ հավաքեցինք Եվրոպայում գրեթե մեր բոլոր մեծերին դե կարող է չկային այն ոգեշնչողները 70-ական թվականներից որտեղ ես ուղղակի իրանց գործերից չունեմ բայց ասենք թե
սկսած 80 թվականներից մոտ 50 հեղինակ Օրինակ 40 անուններ կարող եք տալ։ բոլորը նշված են կատալոգի մեջ Կիկի, Վահան Ռոմելյան, Արմեն Ռոչ, Սև Լեո, Նարեկ Ավետիսյան, Օֆենբախ, Սամվել Բաղդասարյան, Այսինքն մի քանի Գրիգորյան։ սերունդ այդպես։ Այո, եւ թեկուզ մի փոքր գործով, բայց շատ լավ եւ ոնց որ երևույթ 2015 թվին հարյուրամյակներ ցեղասպանության։ Եվ կարեւոր էր ցույց տալ, որ մենք դեր զարգանում ենք եւ մենք մենակ չենք ողջ։ Եթե վերադառնանք մեր օրեր, մեր ժամանակներ, Արչի, այդ ձևաչափը ընդհանրապես Սփյուռքում, այսինքն որևէ տեղ լինի դա Եվրոպայում թե այլուր, ընդհանրապես այդ ձևաչափերը իրենք աշխատող են, այսինքն ինչ որ համայնքը համախմբող դեր կարող են ունենալ կամ ընդհանրապես հայ արվեստը ներկայացնելու դեր իրենք աշխատող են այդ տեսակ ձևաչափերը առհասարակ Եվրոպայում։ Դե իրանք պիտի անպայման աշխատող լինեն, նախ պետք չի մոռանալ, որ մենք շատ բարդ իրավիճակի մեջ ենք գտնվում, չնայած մենք մեզ քաջալերում ենք դրական բաներով եւ անշուշտ ուրախանում ենք, որ մշակութային գործիչները հավաքվում են մետեղ եւ լավ ժամանակ են կացկացնում, ուրախ եւ լի ինֆորմացիայով, բայց սիտուացիան բարդ է մնում եւ անպայման պետք է նաեւ Սփյուռքում ունենալ ոնց որ հենակետներ այն իրավիճակի համար եւ ավելի լրվի սրվի իրավիճակ է վերջով դա նպաստում է նաեւ Հայաստանում արվեստի զարգանալուն, երբ որ մենք ունենք դրսում մշակութային տենց կենտրոններ, օրինակ մխիթարելիցների միաբանությունը քիչ գործ չարեց պահպանելու համար հայ մշակույթը, այն ժամանակ, երբ որ ասենք թե Հայաստանը գրեթե չուներ իր պատմական տարածքում մշակույթը կամ գրականությունը զարգացնելու հնարավորություններ։ Այսինքն դուք հավակնում եք այդպես մեծ ինչ որ գործառույթ ունենալ մեծ հաճույքով մեծ, բայց եթե աջակիցներ չկա, մենք համեստորեն ենք անում։ Օրինակ ես իմ արվեստանոցում անում եմ ցուցահանդեսներ զուգահեռ պատկերասրահային, ես 6 տարի ունեմ Wolfgang Gallens գալերիա, բայց գալերիան իր ֆորմատն է ստիպում, որ իսկ իմ արվեստանոցը ավելի ճկուն է մնում։ Ես արեցի վերջի ցուցահանդեսներ, դա Այվազովսկուց Նայերի Զոլյան ցուցադրություններ, որտեղ ներկայացվում էին մեր 30-ական թվականներից դե Այվազովսկուն իր հերթին 30-ական թվականներից մինչև այսօրվա արվեստագետները եւ վեբ կայքում ներկայացված են անունները, բիոգրաֆիաները եւ օրինակ հնարավորություն տալի մի քանի գործով անդրադառնալ օրինակ նկարչուհու ճակատագրին, որը ոնց որ Փիրուզ է ճանաչ Գեզոյան, որը 23 թվականին վախճանվեց փաստորեն Հայաստանից դուրս եւ շատ տխուր ուներ բախտ, բայց արժանի ամեն դեպքում իր գործերը մեծ արձագանք կտան, օրինակ ցուցանեսին կամ Նայիրի Զոլյանը ապրում է Կվիտլինբուրգ քաղաքում, որ այդքան մեծ քաղաք չի եւ ես շատ ուրախ եմ իրան ներկայացնել նաև իմ պատկերասրահում եւ իր վերջի տարիների ուժեղ գործերը, որտեղ ինքը միշտ ամբողջ սրտով անդրադարձել է իրականություններին, լինի թե պատերազմը 20 թվականի, լինի թե փախստականների խնդիրը եւ առհասարակ ասում են, որ արվեստի ճգնաժամը համընդհանուր է, այսինքն ինչ որ մի փուլ ավարտվել է արվեստի կյանքում եւ գուցե նոր փուլ է սկսվել, որովհետեւ ընդհանրապես փոփոխականության ժամանակաշրջանում ենք ապրում եւ տեխնոլոգիական, տեխնիկական եւ այլն եւ այդ իր ազդեցությունները ամեն դեպքում թողնում են նաեւ արվեստի վրա, ժամանակակից արվեստը նորից ինքն իրեն ոնց որ վերաիմաստավորելու փուլում է գտնվում եւ արդյոք այդ ամեն ինչով հանդերձ հայկական արվեստը այնտեղ ինչ որ իմաստով կարող է լինել ուշադրության կենտրոնում, կարող է լինել մրցունակ։ Իհարկե կարող է լինել։ Գիտեք, արվեստագետը ի տարբերություն օրինակ բժշկի կարելի է համեմատել, գիտեք ինչով, որտեվ հասարակության համար երկու կրթությունը ամենաթանկն են մնում։ Բժիշկ կրթելը ամենաթանկն է հասարակության համար։ Երկրորդ ամենաթանկը արվեստագետ կրթելն է։ Աշխարհով մեկ տենց է։ Բայց եթե բժիշկը դիպլոմ էր ստանում, կարա պատին կախի, ամբողջ կյանք մարդկանց բուժի, արվեստագետը
քանի հատ էլ դիպլոմ չունենա, պիտի անընդհատ աշխատի եւ ապացուցի, որ ինքը մնում է դեռ ակտուալ, ինքը տեղյակ է այն ինչ որ տեղի է ունենում, ինքը հասարակության հետ կապը չի կորցրել, ինքը նարցիսիզմով չի հիվանդացել եւ մենակ իր հաջողությունների մասին է պատմում եւ արվեստագետը sense կամնենց միշտ պետք է ժամանակի մասին մտածի այդ դրա համար դա մեզ համար ոնց որ նորմալ վիճակ կլինի եւ ասել որ մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում կարելի է շատ ժամանակներ լինի ասել երբ որ դրամն է մարդկանց մոտ շատանում չի նշանակում որ նրանք անպայման արվեստ են ավելի շատ սիրում իրանք սկսում են ուրիշ բաների վրա ծախսեն տեսեք կոവിഡ്ի ժամանակ մարդիկ փակ են տները բայց օրինակ մեկ էլ շուկան զարգացավ փոքր չափի գործեր վաճառվեցին որտեղ մարդիկ ժամանակ ունեն ինտերնետով հետաքրվում են արվեստագետներին եւ օրինակ Ռուսաստանում Շարի Կրեստեր կոչում կարծեմ մեծ sense բան տեղի ունեցավ որ արվեստագետները տնից իրանց ճեպանկարները փոքր գնով վաճառում են եւ մեծ հնարավորություն եղավ գնել անուններ հավաքածուներ ստեղծել կարծեմ Սանտ Պետերսբուրգում թանգարանել բացվեց նման փոքր չափի ֆորմատի գործերի շուրջ ամեն մի ճգնաժամը տալիս է իր հնարավորությունը պետք է ուղղակի իմանալ ոնց է ճգնաժամը օգտագործել որ ասենք թե կայանալ կամ նորությունը ոնց որ նորություն օգտագործել Շատ լավ ձեր ձեռքին նաև Հարություն Կալենցի նոր պատկերագիրքն է որը լույս է տեսել Իտալիայում եկեք այդ մասին նաև խոսենք որովհետև այսպես իմ տպավորությամբ Հարություն Կալենցի պատկերագիրք շատ է տպվել, բայց դուք ասացիք, որ սա 4-րդն է, հա, գուցե թվով։ Առհասարակ, եթե վերցնենք մեր անկախություն ձեռք բերելուց հետո անկախությունից հետո ասենք թե կա պատկերագիրք իր անհատական ցուցահանդեսի հետմա սովետական ժամանակ որ մինչև հիմա ինձ համար մնում է շատ կարևոր պատկերագիրք որտեղ այնտեղ օրինակ արձանագրված են որտեղից են եկել ցուցահանդեսի նմուշները եւ կարելի է տեսնել որ գործերն են ֆիզիկայի ինստիտուտին պատկացել քանի գործ 20-ից ավել գործ Ռուսաստանից եկել էր նկարիչները միության հիմա այստեղ ինչ գործեր են ընդգրկված եւ որն է եղել նպատակը պատկերագիրքը տպելու կուզեի այդ մասին մի քիչ խոսենք այս պատկերագիրքի ստեղծմանը ես ուղիղ կապ չեմ ունեցել ասենք թե ինձ հարցել են որոշ լուսանկարների կամ թույլատրությունների խնդիր ա եղել պատկերելու սա Արտուր Ջանիմբեկյանի հավաքածոն է հիմքում դրված լույս է տեսել գիրքը այս տարի Սկիրա հրատարակության եւ համադրողներից կամ ստեղծողներից մեկը դա Վարդան Կարապետյան որը Իտալիայում է բնակվում եւ եւս փորձ ուներ 12 թվականին նման մեծ ալբոմի, որը նվիրված էր հայ գրքի 500-ամյակին եւ ինքը նաեւ աջակցեց մեծ ցուցադրությանը Վենետիկում, որը կարծեմ 3 թանգարաններ միասին համախմբեց եզակի երևույթ էր մեծ ցուցանցի եւ մեծ գրքի եւ կարծեմ դա իրեն եւ Արտուր Ջանիմբեկյանի ջանքերն են հավաքել այս գրքի մեջ եւ իրանք հրավերեցին նաեւ մասնագետներին եւ սա առաջի պատկերագիրքն է որը անգլերեն է եւ շատ կարեւոր է որ միայն անգլերեն լեզվով է եւ ստեղ նաեւ կան մասնագետներ որոնք լուսաբանում են Կալենցի բիոգրաֆիան դա Մարի Թոմբն է անգլիացի Սիլվիա Բուրինին որը Վենետիկում է Ցեֆոսկարե համալսարանում ենք դասավանդում եւ էլի քիչ մասնագետներից է հայ արվեստի կարծեմ Յակուլովի մասները ինքը իր գրություններից մեկը պատրաստել եւ անշուշտ Արմեն Եսայանցը որը իր կարծեմ դիպլոմնային դեռ ինքը ժամանակին Հարություն Կալենցի կենսագրության հիմքի վրա պաշտպանել եւ շատ գրագետ եւ ինֆորմատիվ տեքստեր են ինձ համար ոչ միայն պատկերներն են կարեւոր իսկ ո՞րն է նպատակը եւ ինչ գործեր են ընդգրկված այդտեղ ահագին շատ գործեր են ընդգրկված նախ մեծ հավաքածունա Ջանիմբեկյանի
որը երկարատև եւ Իր նվիրված իր անձնական անձնական ինքը շատ լավ հավաքածու ունի Ռուսաստանում ըստ պատկերագիրքի ես տեսա որ նաեւ Լոս Անջելես Մոսկվայան ներկայացում երևի ինքը նպատակ ունի նաեւ ինչ որ մի կամուրջներ ստեղծի երկրների միջև որը էլի հետաքրքիր շատ երևույթ կլներ երբ որ հայերը Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև կարողանում են հաստատել ուղղակիորեն կապ եւ բայց կան պատկերասրահից գործեր եւ ես տեսա օրինակ հետաքրքրությամբ որ շատ գործեր որոնք Կալենցի թանգարանին էին պատկանում իրանք ներկայացում են ոնց որ ընտանիքի սեփականություն այո Ինձ որ ինձ համար էլ անշուշտ հետաքրքիր էր հետևել գործերի մեջ ոմանքը նկարագրված են գիտենք եթե հաշվի առնենք թե քանի պատկերագիր կունի Կալենցը իր ստեղծագործական այդպես սա օրինակ ինչով է առանձնանում նախորդներից Դե նախ այդ արտասահմանցի մասնագետների տեքստերն են նախնիկ ամբողջ անգլերենա իրան շնորհանդեսը տեղի ունեցավ Փարիզում ամսի 13-ի նոյեմբերի Մյուս տարի հունվարին Բեյրութում պետք է ներկայացվի Համոզված եմ որ Հայաստանում էլ շնորհանդես լինելու ես այսօր ներկայացեցի ակադեմիայի ուսանողներին գրադարանում բայց չկարողացա իրենց հանձնել գրքի օրինակը դա մի քիչ ուրիշ ձևի է ներկայանում արդեն համաշխարհային Այո մասնագետների համար հասանելի է դառնում մեծ գործ արված պետք է անշուշտ դա նշել Լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, կուզեի նաև ձեր ստեղծագործական այսպես նորություններից նաև հարցնել, արդյոք ժամանակ մնում է ձեզ այս կազմակերպչական աշխատանքներից դուրս ստեղծագործել, ձեր ցուցահանդեսներն ունենալ։ Ես ոնց որ նշեցի հիմա Կեմնից քաղաքում տեղի ունենում այս ցուցադրությունը հարվեստագետների, որը շատ հետաքրքիր երևույթ է։ Ցավոք սրտի մեր դեսպանը ոչ մի ձևի չանդրադարձավ, բայց օրինակ նախկին Գերմանիայի դեսպանը հատուկ եկավ Բերլինից Կեմնից, որ մասնակցի բացման արարողության եւ շատ ջերմ արձագանք թողեց նաեւ սոցիալական ցանցերում եւ մենք ոնց որ արվեստագետներ որոշեցինք որ այդ կապը պետքա շարունակենք եւ մի շարք ուրիշ ծրագրեր անենք ես այնտեղ ներկայացեցի թե իմ վերջի շրջանի գործերը որոնք արհեստական բանականության հետ են աշխատում ես անշուշտ չեմ կարա ուշադրություն չդարձնեմ այդ նոր գործիքին եւ դրա մասին նաեւ ֆորումի մեջ էլ եղավ անձամբ հետաքրքիր շատ հետաքրքիր իհարկե որովհետեւ դա նույնն է էլի թողնում է արվեստագետին ահագին ընտրության հարց որովհեւ հիմնական ժամանակը գնում է մտածել ինչ է այդ պատկերը նշանակում եւ ոնց իրան կոնտեքստի մեջ դնել եւ ներկայացնել ասենք թե պատկեր բայց միշտ էլ տենց ա եղել ասենք թե արվեստագետի գործը դա մենակ արտադրելը չի ես միշտ էլ շատ սկեպտիկ եմ եղել նաեւ հետազոտելն է չէ նոր բաներ գտնելը անպայման եւ ես ցուցահանդես ունեցա այս պատկերագիրք նաեւ ունեմ մի ամերիկացի արվեստագետ էր որ մահացել էր 93 թվականին եւ ինքը 58 թվականից արևմտյան Բերլինում էր ապրում Էդվին Դիկման անունով մենք շատ մոտիկ էինք իր հետ եւ ինքը այն էր ով եկել էր Նյու Յորքից արևմտյան Բերլին այն ժամանակ երբ որ բոլորը абստրակցիա են անում եւ նորույթեր ինքն էլ ասում էր հանգիստ թողեք ինձ խնդրում եմ ես արդեն Նյու Յորքում այդ ամբողջ չարել եմ թողեք ինձ ես իմ Ռեմբրանտին ուսումնասիրեմ թանգարաններում եւ ինքը գրեթե միայն էր ով ֆիգուրատիվ լուրջ ֆիգուրատիվ արվեստով էր զբաղվում ամբողջ իր կյանքը եւ ոգեշնչեց Գալերի Թաուբեն օրինակ որը 73 թվականից միայն տենց բաստիոն էր մնում ֆիգուրատիվ արվեստի արևմտյան Բերլինում տենց որ ես իրեն հետ ցուցահանդես արեցի միասին մեր գործերը ներկայացինք իսկ ձեր ստեղծագործական այսպես բանը նույնն է այսպես խնդիրը դուք նույնպես абստրակտը այսպես հանգիստ եք թողնում եւ ավելի դասականներին եք հետազոտում ուսումնասիրում դեք абստրակտը դա արվեստագետի դիրքորոշման խնդիրն է օրինակ Գարիկը Կարապետյան ինձ շատ սիրելի հետաքրքիր արվեստագետ ինձ շատ դուր է գալի իր այդ կամ Լեոյի հետ հանդիպեցի ես Երևանում անշուշտ կամ ուրիշ կան հեղինակներ ում ես շատ գնահատում եմ Սեմ Գրիգորյանը Բերլինում դա արվեստագետի դիրքորոշումն է ասենք թե ոնց որ ասենք թե կրոնին պատկանող քրմի որ ես այս կրոնին եմ պատկանում ես ստեղ եմ ես ինձ համար ավելի շատ ֆիգուրատիվ արվեստն է մոտ բայց ես փորձում եմ խնդիրները абստրակտ արվեստի չանտեսել եւ փորձել ներգրավել բայց այդ բաժանումը абստրակտ եւ ֆիգուրատիվ ես դա տեսնում եմ ավելի շատ սառը պատերազմի ժամանակից բխող ինձ թվում է ժամանակները անցել են որ մենք պետքա դրան տենց կուրորեն վերաբերվենք
Այո, հիմա մեր խնդիրը արհեստական բանականության հետ ընդհանուր լեզու գտնելն է։ Օրինակ։ Շատ կարճ խնդրում եմ ձևակերպեք, ամփոփենք արդեն, որովհետև հաղորդումն ավարտվում է, համեցեք։ Հա, ես ուզում եմ երևի որովհետև ֆորումում դրա մասին խոսքը գնաց այդ արհեստական բանականության ժամանակ։ Ինձ համար դա գործիք է, որ մենք պետք է օգտագործենք եւ օրինակ նման ֆորումը, եթե մենք ժամանակից նյութերը, կոմունիկացիայի մեթոդները ընդունենք, կարող է շատ ավելի արդյունավետ լինել, որովհետև մենք կարողանանք օրինակ թե ինտերնետի միջոցով զեկուցենք, պատրաստվենք, զրուցենք, վիճենք, հետո հավաքվենք եւ օրինակ արդեն որոշ եզրակացություններին գային։ Օրինակ նման իրար ծանոթանալու համար կարելի է արդեն օգտագործել համացանցը ավելի պինձևի եւ ուզում եմ փոքրիկ պատգամ պետք չի վախենալ արհեստական բանականությունից, երբ որ մեքենաները սկսեն լրիվ ստեղծագործեն, մենք չենք իմանա դրա մասին։ Իրանք իրանց համար են ստեղծագործելու, գնահատելու, գնելու, հումոր անելու, մենք չենք իմանալու այդ ձեների այդ թվերի մեջ, որ իրանք ստեղծագործում են։ Հլա որ սա ընդհանրապես գործիք է եւ մենք ենք օգտագործում եւ մենք ենք գնահատում եւ մենք ենք ուրախանում դրա շուրջ։ Շնորհակալություն, թերևս այսքանը սիրելի ռադիո լսող իմ հյուրն այսօր Հարություն Կալենցի թորներ, որը Գերմանիայում է բնակվում, արվեստագետ Արչի Հարություն Կալենցներ։ Մենք խոսում էինք առհասարակ հայ արվեստի եւ մշակույթի համաժողովի մասին, իր գործունեության մասին Գերմանիայում ու նաեւ հասցրեցինք խոսել նաեւ Հարություն Կալենցի նոր պատկերագրքի մասին։ Շնորհակալություն, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն